Ուրեմն հիմա ոչ մի դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսի մեջ եղողների համար, որովհետև Հիսուս Քրիստոսով կենարար հոգու օրենքը մեզ ազատեց մեղքի ու մահվան օրենքից, այնինչ անհնար էր օրենքի համար, քանի որ մարմինային տկար էր դարձնում, Աստված հնարավոր դարձրեց, ուղարկելով իր որդուն մեղավոր մարմնի նմանությամբ եւ մեղքի համար, եւ մեղքը դատապարտեց այդ մարմնի մեջ, որպեսզի օրենքի արդարությունը կատարվի մեր մեջ, որ ոչ թե ըստ մարմնի ենք վարվում, այլ ըստ հոգու, որովհետև ովքեր ըստ մարմնի են մարմնական բաներ են մտածում, իսկ ըստ հոգու եղողները հոգևոր, որովհետև ըստ մարմնի խորհելը մահ է, իսկ ըստ հոգու խորհելը կյանք ու խաղաղություն, որովհետև ըստ մարմնի խոկում Աստծու դեմ թշնամություն է, քանի որ Աստծու օրենքին չի հնազանդվում եւ չի էլ կարող, եւ նրանք, որ մարմնին են հետևում, Աստծուն չեն կարող հաճելի լինել, բայց դուք մարմնին չեք հետևում, այլ հոգուն, եթե Աստծու հոգին ձեր մեջ է բնակվում, իսկ եթե մեկը Քրիստոսի հոգին չունի, նա նրան չի պատկանում, բայց եթե Քրիստոսը ձեր մեջ է, ապա մարմինը մեռած է մեղքի պատճառով, իսկ հոգին կյանք է տալիս արդարության պատճառով, եւ եթե Հիսուսին մեռելներից հարություն տվողի հոգին բնակվում է ձեր մեջ, ապա Քրիստոսին մեռելներից հարություն տվողը ձեր մահկանացու մարմիններն էլ կկենդանացնի իր հոգու միջոցով, որ բնակվում է ձեր մեջ։ Ուրեմն, եղբայրներ, մարմնին չենք պարտական ըստ մարմնի ապրելով, որովհետև եթե ըստ մարմնի ապրեք, կմեռնեք, բայց եթե հոգով մարմնի գործերը սպանեք, կապրեք։ Ովքեր Աստծու հոգով են առաջնորդվում, նրանք Աստծու որդիներ են, որովհետև դուք ծառայության հոգին չստացաք, որ դարձյալ վախենաք, այլ որդեգրության հոգին ստացաք, որով աղաղակում ենք. Աբբա Հայր, նույն ինքը հոգին վկայում է մեր հոգուն, որ մենք Աստծու որդիներ ենք, եւ եթե որդիներ ենք, ապա նաեւ ժառանգներ, Աստծու ժառանգներ եւ Քրիստոսի ժառանգակիցներ, որպեսզի եթե նրա չարչարանքներին կցորդենք, փառքին էլ հաղորդակից լինենք։